Մենք խոսեցինք ցեղասպանության մասին որպես պատմական հիշողության եւ այդ հիշողության նկատմամբ այս իշխանության ոտնձգությունների մասին։ Միևնույն ժամանակ մենք երեք ցավ ապրեցինք այն տեղեկությունից, որ Ստեփանակերտում մեր մշակութային ժառանգությունն է ոչնչացվում, այդ թվում նաեւ Մարիամ Աստվածածնի եկեղեցին։ Տեսեք, ընդհանրապես ոչ հեռավոր անցյալում կաթողիկոսը Շվեյցարիայում խոսում էր պատմական ժառանգության մասին եւ փորձում էր միջազգային հանրության ուշադրությունը գրավել երկու կարևոր խնդիրների, մեկը արցախցիների վերադարձի իրավունքին, մյուսը պատմական ժառանգության պաշտպանությանը։ Հետո թե ինչ եղավ եկեղեցու նկատմամբ մենք բոլորս տեսել ենք, ավելորդ մանրամասնելու կարիք կարծում եմ չկա։ Հիմա մի կողմից փաստորեն ունենք իշխանություն, որն ամեն ինչ անում է, որ պատմական հիշողությունը ջնջվի, որ քայլեր չձեռնարկվեն մեր մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, քայլեր չձեռնարկվեն արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար, եւ մյուս կողմից ունենք հասարակություն, որի տրամադրությունները, ինչպես նշում է պարոն Պարոնյանը, իրականում շատ ավելի ուղղված են դեպի պատմական հիշողությունը, քան թե այն հերքելուն, եւ այնուամենայնիվ իրավիճակը շարունակում է մնալ այն, որ այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանություն։ Հիմա հարցս հետեւյալն է, թե արդյոք այս իրավիճակում առաջիկա ընտրությունները, իսկ իմ գնահատմամբ պատմական ընտրությունները կարող են, ուրեմն, հիմք հանդիսանալ պատմական հիշողության ջնջելը խոչընդոտելու համար եւ մյուս անհանգստությունը արդյոք ոչ հեռավոր ապագայում Արցախի հետ կապված հարցը չի դառնալու էլի պատմական հիշողություն։ Ձեր հարցի վերջին մասից, կդառնա թե չէ, դա մեզանից է կախված։ Մեր երկրի քաղաքացիներից Հայաստանի Հանրապետության արտերկրում ապրող ազգությամբ հայ այլ երկրի քաղաքացիներից, կեցվածքը մեր է։ Հիմա այնպես չի, որ իշխանություն կոչված անձինք իրենք նպատակային եւ մոտիվացված պայքար են մղում պատմական հիշողության դեմ, Արցախի դեմ, Արցախից դուրս եկած մեր քույրերի եղբայրների վերադարձի իրավունքի դեմ։ Մոտիվացիան իրենց չի, ինքը գործիք է, կոնկրետ մասը որ ասիկ։ Մոտիվացիան երկու պետություն ունի, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ինքը կամակատարել է, ինքը պարտավորություն է վերցրել, դա կատարել է։ Եվ ճիշտ դիտարկում է, որ Արշավը քարոզչական եկեղեցու Վեհապոլ Հայրապետի հոգևորականների դեմ սկսեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշքուր Փաշազադեի հայտնի խոսքից երկու օր հետո Վեհապոլ Հայրապետի Շվեյցարիայում հայտնի Բեռն քաղաքում այդ մեծ կարելի ասել ոչ միայն գիտաժողով է, դա քրիստոնյա աշխարհն է ներկայացված եւ դա քրիստոնյա աշխարհի կեցվածքն էր։ Այո, դեռև Արցախի իրավունքը կար, պատմական հիշողությունը կար, ցեղասպանությունը կար, Ադրբեջանի կողմից կատարող վայրագությունները մեր պատմական հիշողության, մեր մշակութային հոգևոր արժեքների նկատմամբ բարբարոս կեցվածքի եւ ցեղասպանության։ Ոստիև օրվա իշխանությունները հանձնարարական ստացան, որ փաստացի Հայաստանում կա մի կենտրոն, որը ազգային ինստիտուտ է, Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին, եւ այդ ինստիտուտը դիմագրավում է այն գործընթացներին, որը փորձում են Հայաստանում օրվա իշխանությունների ձեռամբ կյանքի կոչել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա Կարմիր գիծ կամ ջրբաժանը արդեն գծված է։ Ճիշտ է, դա միգուցե այդպես հստակ չի քարոզչական դաշտում, բայց պատվիրատուների եւ ընդդիմացողների կամ դիմադրողների մոտ այդ ջրբաժանը հստակ կա։ Ուրեմն ինչ ապագայ է տեսնում Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների ձեռամբ։ Առանց Արցախ, այո, Արցախը որպես պատմական հուշ պետք է լինի եւ հետո դա մոռացվի գնա։ Այնպես ինչպես օրինակ Աստծոց մեզ տրված
նույն նահապետով այն ժառանգությունը, որը հայկական բարձրավանդակ էր։ Հիմա սա հիշողություն է, ընդհանրապես մենք ցեղասպանությունից հետո այդ տարածքից մազափորձ հայության ժառանգներն ենք, որոնք փորձում ենք փոխանցել մեր զավակներին, որ մեր հայրենիքը դա Հայաստանի Հանրապետությունը չի, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես մի մասն է։ Մեր հայրենիքը որպես ժառանգություն մենք ստացել ենք մեր նահապետից եւ իրավունք ունենք զգալ դա որպես մեր հայրենիք, թե դա կլինի հայոց պետականության մաս թե չէ, դա էլ հարց է, բայց զգացողությունը, որ դա մեր հայրենիքն է, մեր ժողովրդի կազմավորման որպես միավոր այդ հայկական բարձրավանդակում է տեղ ունեցել եւ դեպքերը, իրադարձությունները, պետության կայացումը, պատերազմները, մեր մեծերի տված համաշխարհային գանձարանին տված արժեքները, այդ բոլորը մեր հայրենիքի տարածքում է եղել։ Դա դա մեզ հետ որպես պատմական ուժ փոխանցում է։ Հիմա օրվա իշխանությունները կատարում են հետևյալը. առանց Արցախ, առանց ցեղասպանություն, այո, ցեղասպանության թեման պետք է փակվի։ Ցեղասպանության դրսևորման նաև էլեմենտները պետք է ոչնչացվի եւ պատահական չէ վայրագությունը, որ ցեղասպանության հուշահամալիրում անում են, սա պատահական չի։ Այդ նույնն է, որ ասենք հանգամանքների բերումով մեզ հարազատ մարդու գերեզմանակարը վնասվում է եւ այդ գերեզմանակարի, ասենք, վերանորոգումը տարիներ կարող է տևի։ Մեզանից յուրաքանչյուրը ինչպես է վերաբերվում, շատ արագ, որտեղ այդտեղ ինչ-որ թանկ բան կա, չէ։ Հիմա հուշահամալիրը վերանորոգում են։ Ինչու են, այսինքն դրա անհրաժեշտությունը ինչու առաջացավ։ Երևույթ շինարարություն է, բայց խորքում շինարարության խնդիրը չի, թիրախային հարվածում են։ Դա մի լրացում անեմ, երեք տեղեկություն տարածվեց, որ հանրային հեռուստաընկերությունը, որ մենք ինչ հիշում ենք ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ուղիղ եթեր էր տալիս առավոտից մինչև ուշ երեկո, որ եթերը տալու է մինչև 13:00։ Դրանից հետո այլևս ցեղասպանության զոհերի հիշատակի մասին եւ այդ այցի վերաբերյալ հիշատակումները չեն լինելու։ Այո, դա լրացնում է այն իրողությունը, որ իրենք կոնկրետ օրվա իշխանությունները պատվիրատուի գործը անողն են ցեղասպանություն, Արցախ, մեր ինքնություն եւ դա բոլոր ոլորտներում պետք է փակեն, այստեղ միայն հուշահամալիր խնդիր չի, կրթական համակարգում, պատմական աղբյուրների, միջոցառումներ, կոնֆերանսներ եւ ավելին ասեմ, այս երկու հարցի կենթանի պահող եւ պահանջատեր լինող ինստիտուտը դա եկեղեցին է։ Թվում է թե պետք է լինի պետությունը, պետական ինստիտուտներ, այդպես չի, պետական ինստիտուտները պայքարում են դրա դեմ, բայց կա մի ինստիտուտ, ազգային ինստիտուտ, որը Հայաստանյան Ցեղասպանական Սուրբ Եկեղեցին ինքը պահապանն է, թե ինչու է առաջին հերթին թիրախավորվում մեր եկեղեցին, հոգևոր առաջնորդը նպատակ է դրվել փոխել, հա, այսպես իրենք նախընտրականում են, չէ՞, նոր կանոնադրություն, փոփոխություն, ընտրություն եւ այլն։ Հիմա ես համակարծիք եմ Արտուրի հետ ինքը ճիշտ դիտարկումներ է անում մեր ինքնության։ Այո, մենք արդարության վերականգնման մեր պայքարը միտված է դրան, բայց դա, ինչպես ասում են, մի մասն է։ Կա երկրորդ մասը, որտեղ մեր ոչ բարեկամ երկու պետությունները սարսափում էին։ Աստված մի արասցե հայությունը կազմակերպվի այդ պահանջները կյանքի կոչելու։ Մեծ հաշվով ցեղասպանությունը դա միայն հայերի ֆիզիկական ոչնչացումը չի, դա նաև ունեցվածքի խլումն է եւ պատկերացրեք, եթե գալիս է մի վիճակ աշխարհում, որ Թուրքիայից պահանջատեր Հայաստանը, պահանջատեր հայությունը եւ համաշխարհային հանրությունը պահանջատեր են, որպեսզի Թուրքիան փոխհատուցի ցեղասպանության ժամանակ թողած նյութական արժեքներին, այն ակտիվներին, որոնց ժամանակ հայերը ունեցել են, նաև բանկերում, հա, փոխհատուցում։ Դա գիտեք ինչ թիվ է։ Այսինքն Թուրքիայի տնտեսությունը ուղղակի կարող է գահավիժել։ Հիմա Թուրքիան արիեույթ ցեղասպանության դեմ պայքար է մղում մեր պատմական հիշողությունը վերացնելու, բայց գործնական մենք այլ պրագմատիկ խնդիր է լուծում։ Պահանջատերը ովքեր են, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ Ռուսաստանի Դաշնության, հիմնականում ցեղասպանության ժառանգները դրանք այդ երկու տարածքից դուրս են գտնվում։
Իսկ այդ տարածքները որպես այդպիսին կազմակերպված հայություն առաջին հերթին պարտական են մեր եկեղեցուն, արդի ինչու են նաև եկեղեցին թիրախավորվում, մասնատելու, Հայաստանում նոր եկեղեցի ստեղծելու, ընդ որում դա խիստ առարկայական են իրենք պատրաստում։ Եվ եկեղեցին դրսում թիրախավորել նշանակում է գործնականում Թուրքիան խնդիր է լուծում, որ երբևիցե դրսում որևիցե ուժ կազմակերպված չլինի, որ վաղը Թուրքիայից պահանջատեր լինի փոխհատուցման։ Իսկ դա ասում են Թուրքիայի համար մահացու հարված կարող է լինել։ Եվ երկրորդ հիմա նայենք Ադրբեջանին։ Ադրբեջանը ևս խիստ պրագմատիկ հարց է լուծում։ Ռուսաստանի Դաշնությունում հայության մեծ մասը դա Ղարաբաղից դուրս եկած մի փոքր մասը Նախիջևանի ժամանակին խորհրդային տանի, բայց հիմնականում Ղարաբաղից դա եւ Դաշնային Ղարաբաղն եւ Լեռնային Ղարաբաղը։ Եվ նաեւ Ադրբեջանի այլ վայրերից, օրինակ Բաքվից, դուրս եկած հայությունն է։ Երեք հիմնական հոսք է եղել, կազմավորվելով հիմնականում Ռուսաստանի այսօրվա համայնքը։ Դա խորհրդային տարիներին հայերի նկատմամբ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ղեկավարության կողմից իրականացող խտրական վերաբերումներ, որտեղ ստիպված հայերը դուրս են գալիս կրթություն, աշխատանք Ադրբեջանի տարածքից դուրս, մի փոքր մասը գալիս են Հայաստան, մեծ մասը Ռուսաստան։ Երկրորդ հոսքը եղավ 1988-91 թվականներին, երբ արցախյան ազատամարտներ եւ Ադրբեջանի շատ բնակավարից, այդ թվում Բաքու, Սումգայիթ, Կիրաբադ եւ հայաշատային վայրից ստիպված դուրս եկան մեծ մասը Հայաստան, այնուամենայնիվ Հայաստանում վիճակը իսկապես ծանր է եւ չմնացին այստեղ, գնացին հիմնականում Ռուսաստան։ Եվ երրորդ հոսքը դա 2023-ի սեպտեմբեր 19-20-ի դեպքերից հետո դուրս եկածներն են։ Հետեւաբար հայությունը, որը որ Ռուսաստանում կազմավորվել է որպես մեկ համայնք, եթե ոչ այսօր վաղը իրավունք կունենա բարձրացնել պատմական հայրենիք, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որը որպես ստատուս ունեցող միավոր եղել է, որը Ադրբեջանին չէր ենթարկվել, այսպես է, այդ պահանջները կյանքի կոչելու հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում հայերի մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, այսինքն Ռուսաստանի պետությունը վաղը կարող է իրավատեր լինել իր երկրի ազգությամբ հայ քաղաքացիների այդ պահանջը կյանքի կոչելուն, իդեպ ասեմ ձեզ։ Սա Ադրբեջանի համար շատ ցավոտ է։ Իսկ Ռուսաստանի հայությունը համայնքը որպես այդպեսին առավել կազմակերպված է կրկին եկեղեցի եւ կրկին անց, այս անգամ Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսյանը, Վեհապար Հայրապետի եղբայրը։ Ուշադրություն դարձրեք, որ փաստացի Վեհապար Հայրապետի եւ իր եղբոր ուսերին այսօր ինչ մեծ պատասխանատվություն է դրվում։ Այսինքն ցեղասպանության պահանջատեր, կառույցի, կազմակերպողը, հետապնդողը, կյանքի կոչողը մեր հոգևոր առաջնորդն է Վեհապար Հայրապետը, իսկ որը ցեղասպանության բառ, իսկ Ադրբեջանի պահանջատիրության, դա կոնկրետ Ռուսաստանի թեմի առաջնորդն է։ Եվ պատահական չի, որ իրենք իսկապես թիրախավորում։ Ես ընդհանրապես Արտուրի ասացին լրացնեմ Ադրբեջանի պատմական հիշողությունը, որը որպես ազգ այդպեսին չի եղել։ Արհեստական կերպով վերջապես իրենք կարողացան ստեղծել եւ այդ ստեղծմանը իր ինքնությանը իրենք այդպես բազում պրպտումներից Կովկասյան Ալբանիայից թուրքական ծագում եւ այլն հիմա եկել են մի հետաքրքիր հանգրվանի եւ այդ գործընթացը Ադրբեջանում 2011 թվականից կյանքի է կոչվում։ Ճիշտ է, մեր գիտական, քաղաքական շրջանակներում սա շատ չի արծարծում այս թեման, բայց շատ հակիրճ ասեմ, որ դա արդեն Ադրբեջանում 14 տարի պետական քաղաքականություն է եւ դա չի սկսել Արցախը վերցնելուց հետո։ Ուրեմն 2011 թվականին Ադրբեջանի գիտության ազգային ակադեմիայի մի քանի գիտնականներ հայտնում են Վատիկանում։ Փոխադարձ պայմանավորվածության համաձայն Վատիկանը իր փակ գաղտնի արխիվները բացում է եւ տրամադրում է Ադրբեջանի այդ գիտնականներին փաստաթղթեր 1502-1736 թվականների Սեֆյանների, Պարսկաստանի Սեֆյանների ժառանգության այդ կայսրության ժամանակ
Վատիկանի եւ Սեֆյանների շահի միջև գրագրությունը, որով արհեստականորեն կեղծ հիմնավորվում է, որ այդ կայսրության իրավահաջորդը պատմական, քաղաքական ոչ ավել, ոչ պակաս ներկայիս Ադրբեջանը, թեև այդ կայսրության օրինակ մայրաքաղաքները եղել են Սպահանը, Թավրիզը, բայց ոչ երբեք Բաքու։ Ավելին ասում է, որ ամբողջ գրագրությունը ադրբեջաների լեզվով է։ Վատիկանի եւ Ադրբեջանի միջև խիստ մտերմիկ եւ ջերմ հարաբերություններ է ստեղծում։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ Ադրբեջանը ներդրում է անուր Վատիկանում։ Ադրբեջանում բացվում են բազմաթիվ կաթոլիկ եկեղեցիներ։ Այս բոլորի իմաստը հետևյալն է. Ադրբեջանի ժողովրդի համար ներկայիս ղեկավարությունը ստեղծում է մոտիվացիոն դաշտ, որ ունես պատմական հիշողությունը ոչ ավել, ոչ պակաս մի հզոր կայսրություն է, եւ իրենք պարտավոր են վերականգնել այն, որքանով հնարավոր է, ընդ որում այդ կայսրության մեջ մտնում է ամբողջ Հայաստանը ներկայիս, եւ խոսքը երբ որ գնում է Արմենիան Ադրբեջան, դա Սյունիքը չի, ամբողջ Հայաստանն է, ավելին ասեմ ձեզ, երբ Ալիևը պարբերաբար կրկնում է, որ Դերբենտը, որը Ռուսաստանի դաշտության ամենահին քաղաքներից մեկն է, իրենց պատմական հայրենիքի մի մասն է, մենք ժպտում ենք, ասում ենք, դե Սանգրագետ ինչ բաներ ասում։ Բարձր որ Դերբենտը Սեֆյանների կայսրության ժամանակ հանդիսացել է այդ կայսրության մի էլեմենտ։ Սիրիա, Իրաք, Իրան, Միջինասիական 3 հանրապետություն, Աֆղանստան, սա Սեֆյանների կայսրության տարածքներն են որոշակի առումով։ Հիմա Ադրբեջանի ներկայիս ղեկավարության եւ իր ժողովրդի հավակնությունները շատ մեծ է եւ դա հենց այն պատմական հիշողությունն է, որի վրա խարսխվելու է եւ այդ երկրի ներկայիս ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Մեզ մոտ որպեսզի զրոյացվի, պատական չի որ Ալիև ասում է Հայաստանում հայերը եկվոր են, այստեղ մենք ենք եղել։ Եվ ցավոք սրտի Հայաստանում օրվա իշխանությունները լծվել են այդ կարգին, բայց խնդիրը դա չէ, խնդիրը մեր մեջ է, ինչքանով ենք մենք պայելու։ Եվ ընտրությունների բավ ես ամփոփում եմ խոսքը, շատ կարևոր դիտարկում է։ Պատմական հիշողություն եւ եկեղեցի։ Ես կարծում եմ սրանք են հիմնական հաղթաթուղթը, որը ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ ձևով օգտագործել, ոչ թե որպես գործիք, այլ որպես մեր լինելիության երկու հիմնական սյուն։ Եթե տեր է կանգնում պաշտպան այդ երկուսյանը, ես կարծում եմ իշխանությունների պարտությունը միանգամից արձանագրվում է։ Շնորհակալություն։